Կարապետյան, ձեր գլխավորած ուժի նկատմամբ քրեական հետապնդումները շատերին հիմք են տալիս կասկածելու իշխանությունը թույլ կտա ուժեղ Հայաստանին հասնել ընտրապայքարի վերջնական սցենարի դուք պատրաստ եք։ Ինչպիսի սցենարի։ Որ այնպես ստացվի, որ ուժեղ Հայաստանը չմասնակցի ընտրություններին։ Վստահ եղեք, շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Բոլոր ապօրինություններն են հետևում։ Այս իշխանությունները ոչ աստվում ինչ-որ ապօրինություններ անի։ Մենք դա մնում ենք ամեն օր, ամեն ժամ։ Դրա համար մենք արդեն իմունիտետ ունենք և գնում ենք բացարձակ հաղթանակի։ Պարոն Կարապետյան, եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով դուք Գագիկ Քոչարյանը հաղթահարեք անցողիկ շեմերը եւ ստացվի նաեւ այնպես, որ ցայ միջոցով հնարավոր լինի հասնել իշխանության, դուք այդ դեպքում բացառապես ձեր թեկնածությունը, թե հնարավոր է աջակցեք նաեւ Վարդան թեկնածուին կամ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Նորից կրկնում եմ, մենք գնում ենք բացարձակ հաղթանակ։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտ, որ իրենք աջակցելու են առաջի քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը